Դուք կարծում եք, որ վարչապետը իր վարչապետի լիազորություններից բխող բոլոր պարտականությունները պիտի դնի մի կողմ, զբաղվի եկեղեցու հարցով։ Իսկապես գտնում եք, որ սա այդ ամենակարևոր հարցն է, որ նա հիմա պիտի զբաղվի։ Շատ լավ, հանրապետության վարչապետը իր բազմաթիվ հրապարակումներում ասել է, որ սա այս հարցը հետաքրքիր է եւ նաեւ ես եմ ասել մի քանի անգամ եւ մեր այլ գործընկերներ, որ այս հարցը մեզ հուզում է եւ այս հարցը մեզ ուրեմն անդրադառնում է այնքանով, որ մենք հայ քրիստոնյաներ ենք, ովքեր հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են եւ որպես քրիստոնյա եւ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, այո, մենք կարող ենք բարձրաձայնել այս հարցը եւ նաեւ բարձրաձայնում ենք այդ հարցը։ Ներեջից դատելով դուք ֆուտբոլն էլ է ձեզ համար հետաքրքիր, ու ոնց որ Ռեալ Մադրիդի բանն եք, երկրպագուներից եք, դա էլ է ձեզ համար հետաքրքիր զոնա։ Ուրեմն դուք պիտի մտնեք այդ թիմի քաղաքականություն։ Նախ ասեմ, որ ինձ ամենաշատը հետաքրքիր է Հայաստանի ազգային հավաքականը եւ այս Հայաստանի ազգային հավաքականի երկրպագու եմ, ուզում լրատվամիջոցների համար մի գաղտնիք էլ բացեմ, նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շահառուների կոմիտեի անդամ եմ եւ այնտեղի գործառույթներով այո կարող եմ միջամտել նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի այս կամ այն աշխատանքին կամ Հայաստանի ազգային հավաքականի գնահատական, հիմա գնահատական կտակ չէ շահառուների կոմիտեն Շահառուների կոմիտեն իրականում այդպիսի գործառույթ չունի, բայց դրանք էլ գնահատականների հարց են, մեկի համար ինչ-որ բան լավ է, մյուսի համար ինչ-որ բան վատ է, այնուամենայնիվ հայկական ֆուտբոլում իմ համար դրական բազմաթիվ բաներ կան, բայց խնդիրներ կան նաև ազգային հավաքականի խաղի հետ կապված եւ կարծում եմ այստեղ պետք է աշխատանք տանենք բոլորով, որպեսզի որոշակի իրավիճակ կարողանանք դրական ապահովել։ Իմիջիալոց այսօր երեկոյան ազգային հավաքականը խաղում է, բոլորիդ կոչ եմ անում երկրպագել հավաքականին դրական արդյունքի ակնկալիքով։ Արդյոք իշխանությանը անհանգստացնում է այն, որ հարցումների տվյալներով եկեղեցու վարկանիշն ավելի բարձր է 71% եւ ՔՊԻ-ը ճիշտ հակառակ թվերի դասավորությունն է 17% եւ դրա համար այս արշավը սկսվել է եկեղեցու նկատմամբ։ Եկեղեցու նկատմամբ արշավ չի իրականացնում իշխանությունը եւ ես մեկ անգամ ասում եմ,